Իրենք հռչակել են 4-րդ հանրապետություն, թող իրենք էլ ապրեն իրենց 4-րդ հանրապետության մեջ։ Դե ասում են դա մեր ռազմավարությունն է։ Ժողովրդի հետ դա ոչ մի կապ չունի, ժողովուրդը լրիվ ուրիշ իրականության մեջ է ապրում եւ որոշակի, ասենք, ընկճախտ կա, խնդիրները շատ լուրջ են ժողովրդի, թե նյութական, թե բարոյական, թե հոգեբանական, շատ լուրջ խնդիրներ ունի մեր ժողովուրդը, բայց մեր ժողովուրդը 4-րդ հանրապետությունում չի ապրում։ Մեր ժողովուրդը ապրում է լրիվ ուրիշ իրականության մեջ։ Հիմա այդ իրականության մեջ որոշակի ուղղություն տալու խնդիր կա, որովհետև այդ ծովի մեջ դու պիտի հասկանաս քո նավահանգիստը որն է, որ ճիշտ ձևով կամիները օգտագործես, չէ՞, գնալու համար դեպի քո նավահանգիստը։ Այդ նավահանգստի հարցն է, որի շուրջ պետք է մեր ժողովրդի հետ խոսել։ Կա այդ նավահանգիստը, որտեղ մենք կարող ենք իսկապես հանգիստ բառը խաղաղության բառի հետ չէ նմանում, այո, գնալ, շարժվել դեպի այդ խաղաղությունը։ Որն է այդ ճանապարհը։ Այս փոթորկուն ծովում, փոթորիկ է, փոթորիկի ծովում նախև առաջ դու պետք է ունենաս հավատ։ Եթե դու հավատ չունես, հոգևոր ներաշխար չունես, դու հենարան չունես ուրեմն ոչ մի բանի։ Ուրեմն շատ կարևոր է այդ հոգևոր հավատի խնդիրը։ Ես եկեղեցին մեր եկեղեցում հարցը պատահական չի, որ այսօր սրվել է։ Ամբողջ աշխարհում է սրվել։ Տեսեք, փոթորկուն ծովում, եթե նկատեք, Եվրոպայի նման բարեկեցիկ, Միացյալ Նահանգների նման բարեկեցիկ երկրում հանգարց արժեքների եւ կրոնի քրիստոնեության հարցերը դարձան հիմնական հարցեր։ Ընտրությունների որոշող պահպանողական ուժեր են գալիս իշխանության։ Ինչպես պատահեց դա, որտեղ փոթորիկ է, փոթորիկի ժամանակ արժեքներից պիտի բռնվել։ Այդ արժեքները, առանց այդ արժեքների հնարավոր չի։ Ուրեմն սկսենք դրանից, որ այդ հոգևոր վերադարձ դեպի հոգևոր ակունքները, որը մարդուն որոշակի ամրություն է տվել, դա հազարամյակների ընթացքում։ Նույնը մեզ է ամբողջ աշխարհը եւ մենք նորից պետքա վերագտնենք այդ հոգևորը։ Եթե այդ հոգևորը չենք գտնելու, մենք հենարան չենք ունենալու։ Առաջին, ուրեմն, դա նշանակում է, որ որոշակիորեն լուրջ վերաբերմունք ունենալ նաեւ բուն կառույցի, եկեղեցու կառույցի նկատմամբ, որովհետեւ դա միակ հայկական հաստատությունն է, որը 301 թվականից մինչև այսօր գործում է։ Մենք ուրիշ այդպիսի հաստատություն չունենք, սա բացառիկ նաև քրիստոնեական հաստատություն է, ինչու, որովհետև ինքը վաղ քրիստոնեությունից է ծնվել։ Շատ քիչ քրիստոնեություն կա, որը այդպիսի արմատներ, ակունքներ ունի, եւ չմոռանանք, որ Երուսաղեմում Քրիստոսի ամբողջ սրբավայրերը հայկական խնամատարության տակ են մեր պատրիարքարանի եւ քաղաքական այս նոր իրականության մեջ դա շատ կարեւոր խնդիր է դառնալու մերձավոր արևելքում խաղաղության հաստատումը Երուսաղեմի կարգավիճակից է նաեւ կախված լինելու շատ լրջորեն որտեղ մեր ասելիքը անհամամասնորեն ավելին է քան մեր Հայաստանի այն քարտեզը որը անընդհատ մետաղի կտորը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանը Այսինքն մենք որպես ժողովուրդ անդրազգային ժողովուրդ ենք եւ անդրազգային ազդեցություն ունեցող ժողովուրդ ենք մեր սփյուռքով, մեր եկեղեցով եւ այդ մեր ուժն է, ոչ թե դրանից պետք է հրաժարվենք, ոչ թե պետք է ասենք, որ էսա ու վերջ, այս սահմանները, այս ցանկապատը եւ այլը։ Հետո ի՞նչ է նշանակում Նիկոլը Սաղմոսներ է երգում եւ տեսնում ես, որ ամենատարական արժեքը քրիստոնեական, որ պիտի պաշտպաներ եւ բանաներ, դա բիբլիական Արարատ լեռն է, Նոյան տապանի հետ կապված։ Ու դու ասես բանա, դա կապ չունի մեր հետ, արժեք չի։ Եվ հետո, բայց ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ եմ եւ այլն, եկեղեցին պետք է ազատագրենք, չգիտեմ ինչ անենք։ Նախ դու ինչ իրավունք ունես, սահմանադրության պետությունը եկեղեցուց առանձնացված է։ Ինչ իրավունք ունես բաներով, ոստիկաներով գնալ, այդ ամբողջ պետական ուժը սեղմելով հարձակվել եկեղեցու վրա։ Հաստատության մասին է խոսքը, որ եկեղեցու ներսում լիքը խնդիր կա, ոտից գլուխ խնդիրներ կան, այդ մենք բոլորս գիտենք, բայց դա պետությունը չպիտի անի։ Դա կանոնադրություն կա, փոփոխությունների ձև կա, անելու ձև կա, հարձակվել է ամբողջությամբ բացառիկ ազգային արժեք ունեցող անգամ ոչ հավատացյալների համար մեր եկեղեցի խորհրդային տարիներին հարգված հաստատություն է եղել։ Կոմունիստները իրենց երեխաներին անգամ տանում էին այնտեղ կնքել, բոլորս գիտենք դա, չէ։
Հիմա այս ով է դարձել այս անձնավորությունը, որ այդ ամեն ինչը փորձում է sense կտրտել, ցանկապատել եւ այլն։ Ինչ կապ ունի մեր հետ։ Այս մարդը ինչ կապ ունի, չունի, ինքը կապ ունի թշնամու օրակարգի հետ։ Թշնամին է թելադրում, ասում է եկեղեցին ռևանշիստական կազմակերպություն է, ձեր սփյուռքը ռևանշիստական ուժ է եւ այլն։ Այդ ամեն ինչից փորձում է կտրել մեր ժողովուրդը, ինչ որ արհեստական ցանկապատեր դնելով։ Ինչ ցանկապատ, այ տղա։ Ցանկապատը ձեր գյուղում է եղել։ Գնա ձեր գյուղում գյուղապետ էլ չես կարող աշխատել։ Եկել ես այստեղ մեր ժողովրդին, որը այսպիսի ժողովուրդ է, բացառիկ պատմությունով, հարգված ամեն ինչով, եկել ես քո ցանկապատների մեջ ես տեղավորում։ Դու ով ես։ Վարչապետ է։ Չէ, այդ վարչապետությունը 9% բան ունի, ժողովրդի բարգ ունի։ Երևանի ընտրությունները վկա։ Այդ ինչ վարչապետ ես, այդ ինչ լեգիտիմություն ունես, դու ինչ ես ասել, ինչով ես եկել ընտրվել եւ հետո ինչ ես արել այդ տարիներին։ Ոչ մի խոստում չես կատարել, ինչ որ ասել ես հիմա ճիշտ 180-աշյան հակառակ բաներ ես ասում։ Նա ասում է մինչև այժմ ես ստահակի խափեբայի ճիշտ հայրենասեր եմ։ Դու ընդամենը փորձում ես հիմա ժողովրդին վաճառել, որ դու այնքան ճկուն ես, այնքան մանյովրեր ես անում, բոլորին հարմարվում ես, բանից մենակ թե խաղաղությունը լի, եւ ժողովրդի միամիտ բարձունակ մասին խափում ես, որ դրանով խաղաղություն ես բերելու։ Դու գիշատիստը շատ լավ հասկանում ես, թե գեղջուկ խորամանկությունը ինչ է, ով ես դու։ Դա երևում էր, չէ՞, այդ երեքով նստած էին Տրամպի, Ալիևի հետ, երեքով նստած էին, Ալիևը շողոքորթում էր Տրամպին, իսկ մեր Նիկոլիկը շողոքորթում էր Ալիևին, երեքով։ Այդ բոլորը տեսան, չէ՞ դա։ Եվ որ հարց ուղակի տալիս են ասում են, հիմա հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ, հա, խաղաղություն եք հաստատել։ Երեքից ինքը պարտավոր էր պատասխանել այդ հարցին։ Այդ ամբիոնում նստած չլցելու է տալի, սկսում է Նոբելյան մրցանակներից խոսել։ Այդ, այսինքն ում համար է նախատեսած այդ մանիպուլյացիաները։ Ինչը մարդիկ աչք չունեն, ականջ չունեն, չեն հասկանում ինչի հետ գործ ունեն, ձևակերպումը հստակ տրվում է թշնամու հետ համագործակցող իշխանություն, որին 44 թվականին Ֆրանսիայում հեռացրեցին եւ դատապարտեցին։ Ուրիշ ազգերել են ունեցել։ Այո, մենք հիմա շատ ամոթալի վիճակում ենք, բայց եթե Ֆրանսիայի նման հզոր կայսերական պատմություն ունեցող երկիրը կարողացել է այդպիսի պատմություն ունենալ, մենք էլ կարող է ունենայինք, այո, ունենք, այդ հիվանդությունը ունենք։ Բայց մեր մոտ էլի ա եղել, իդեպ, Ծռան Վերգոյի արքետիպը որ կա, Սասունցի Դավթի, հոնոր չի, որ ամեն ինչին համաձայն էր, որ Մարութասարը ցանկապատում էր, ասում էր, որս անել չի կարելի այստեղ։ Երբ սկսվեց Սասունի վերածնունդը, երբ որ Դավթին բացատրեցին, որ եղբայր, ընդ զենքեր կա, ընդ բան կա, Մարութասար կա, պապդ հայրդ որսը անում էր Մարութասարը, ոչ թե ծիտ էր խփում։ Այդ ամեն ինչը մեր ժողովրդի ամբողջ այդ բանով, առասպելաբանության մեջ, հեքիաթներում ամեն չկա։ Նոր չի, այս պատմությունը կրկնվող պատմություն է, ու մենք կարողացել ենք միշտ դուրս գալ այդ բանից, փոսերի մեջ ընկնելու վիճակներից։